Երևանի քաղաքային պանթեոնի այս ճանապարհը տանում է մի գերեզմանի մոտ, որը բացառիկ է իր պատմությամբ։ Այստեղ հանգչում է բառի ամենաուղիղ իմաստով հայ ազգի բարեկամ, Եվրոպայի խորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ժան-Անրի Սաբին։ Հենց նրա առաջնորդությամբ երկար պայքարից հետո 1987 թվականին Եվրախորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, եւ դա եղավ այդ եզրույթով պատմական փաստացի միջազգային ճանաչման ու դատապարտման առաջին ու մեծ հնչեղ քայլը։ Նա իր հավատամքով եւ ամբողջ ներուժով պաշտպանել է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այնքան է կապվել հայկական հարցի արդար պայքարին, որ կտակում պատգամել է իրեն հուղարկավորեն միաժամանակ Արցախում, Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Այսպիսի պատմություն կարելի է հանդիպել ֆիլմերում եւ հայերի ու ֆրանսիացիների բարեկամության էջերում։ Ֆրանսիայի ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության երբեմնի առաջնորդը մահացել է 11 տարի առաջ, հունիսի 16-ին, եւ 3 ամիս անց նրա աճյունամոխիրն արդեն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի գրեթե կողքին։ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորության համար այստեղի ընտրությունն էլ պատահական չի եղել։ Շատ երևի ոչ հեռավոր ապագայում այս տարածքի հարևանությամբ վեր պիտի հառնի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի հուշակոթող։ Իր այս քայլով Անրի Սաբին ցանկացել է ապացուցել, որ իր պայքարը շարունակելու է նույնիսկ մահից հետո, քանի որ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միայն հայկական հարց չէ, այլ պայքար հանուն համամարտկային արժեքների։ Իր մասնագիտությունն է եղել, հա, Սաբիի մասնագիտությունը ցեղասպանագետ է եղել ինքը։ Իր մասնագիտությունը ինքը զբաղվել է ոչ միայն իմիջիալից հայկական հայերի, հա, ցեղասպանությամբ, Ռուանդայի եւ այլն բոլոր ցեղասպանություններով ինքը իր պարտքն է համարել։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նաեւ նախանձախնդիր է եղել նաեւ մեր հարցում, որտեւ գիտեք ինչ է նշանակում մահվանից հետո կտակ այդպեսի կտակ անել, հա, ուրեմն ինքը ինչքան է սիրել Հայաստանը, հայերին, էլ ես այդքանով շնորհակալ եմ իրեն, որ նվիրված է եղել Հայաստանին ու հայերին։ Սա իսկապես նվիրվածության արդյունք է։ Անրի Սաբիի անունը պատմությունն ինքնին արդեն դրել է Անատոլ Ֆրանսի, Անրի Բարբիի, Ֆրիտյոֆ Նանսենի եւ բազմաթիվ այլ օտարազգիների կողքին, որոնք անտարբեր չեն եղել մարդկության դեմ գործված ոճրագործության հանդեպ եւ պայքարել են արդարադատության համար։ Արցախի կորստով ոչ միայն հայերն են կորցրել իրենց գերեզմանոցը, այլև ֆրանսիացիները, քանի որ Ստեփանակերտի սրտում հանգչում է Թուլուզում ծնված եւ այնտեղ մահացած ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ, հայ ժողովրդի երախտավոր Ժան-Անրի Սաբին։ Սա ռեպորտաժի էմոցիոնալ հատվածն էր, իսկ այն ինչին ականատեսը եղավ մեր տեսախցիկը նկարահանումը սկսելուց առաջ, թերևս կադրերը ավելի խոսուն կպատմեն։ Մեր օպերատորը իր աշխատանքային զենքը դրեց մի կողմ, դրեց ձեռնոցներ եւ սկսեց պոկել մոլախոտերը։ Սաբիի գերեզմանը մաքրեցինք, լվացինք փոշուց եւ կեղտից։ Մեզ միացան նաեւ Երևանի քաղաքային պանթեոնի մաքրուհիները։ Այս գերեզմանի տեղը բացահայտել է Շարլ Ազնավուրի գրական ժառանգության թարգմանիչ Սամվել Գասպարյանը, երբ այցի է գնացել իր ընկերոջ Շիրիմին եւ նկատել Անրի Սաբիի անունը։ Դեռևս 2013-ին նա նամակով դիմել է այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կարճ ժամանակ անց Սաբիի գերեզմանին քար է տեղադրվել, իսկ տարածքը բետոնապատվել։ Իդեպ Սաբիի մասունքներն ամփոփվել են Երևանի քաղաքային պանթեոնում Մարգարյանի քաղաքապետ դառնալուց 1 ամիս առաջ։ Նա կապ չի ունեցել այդ ամենի հետ, բայց տեղեկանալուն պես իսկույն անցել են գործի։ Ես այն ժամանակ մի քիչ անշնորհք եմ գտնվել, Տարոն Մարգարյանին շնորհակալություն չեմ հայտնել, հա, կուզենայի հիմա ուշացումով շնորհակալություն հայտնել, որովհետև շատ լավ գործ արեցին իրենք, հա, հենց հողաթումբը ուղղակի սարքեցին գերեզման, ճիշտ է համեստ, բայց ես օրինակ կուզենայի, որ ավելի լավ լիներ։ Ես ընկերներիս հետ հատուկ Արցախ գնացինք, տեսնենք այնտեղ ոնց է, շատ լավ էր։ Նախկին քաղաքապետին շնորհակալություն հայտնեցի, նորին էլ շնորհակալություն կհայտնեմ, եթե հետևեն։ Գոնե հետևեն իրանք հիմա, այս եղածին հետևեն, այսպես չլինի, էլի չծածկի գերեզմանը,
Գիտեք, ես օրինակ չեմ ուզենա, որ մի ֆրանսիացի լսել է, որ այստեղ Սաբին այստեղ գա ու տեսնի այսպիսի վիճակ։ Այս գերեզմանի տերը դե յուրե Երևանի քաղաքապետարանն է, իսկ բարոյական առումով հայ ժողովուրդը, մենք բոլորս։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, փաստացի հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Եվրախորհրդարանը 1987 թվականին, իսկ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանը միայն 1995-ին, մյուս դաշնակից Ֆրանսիան 2001-ին։ Թերևս այս փաստը հազարավոր բառերի փոխարեն վկայում է, թե Անրի Սաբին ինչ կարևոր գործիչ է աշխարհի հայության կյանքում։ Փորձեցի մտաբերել, բայց չգտա, թերևս չկա Սաբիի նման երկրորդ օտարազգին, որն իր երկրից բացի ցանկացել է վերջին հանգրվանը գտնել նաև Հայաստանում եւ Արցախում։ Անրի Սաբիի 8 զավակներն ու թոռները Ֆրանսիայում են։ Այստեղ չկա մեկը, որ նրան այցի գնա, իսկ Հայաստանում նրա հարազատները մենք բոլորս ենք։ Սա հասկացավ նաև գերեզմանոցի մաքրուհին Արմինեն, որն ինքնակամ եկավ մաքրեց գերեզմանը, որքան էլ համոզեցինք, փող չվերցրեց դրա դիմաց եւ խոստացավ ամեն անգամ այդ կողմով անցնելիս իր բաժին բարոյական պարտքը կատարել, մանավանդ, որ այս գերեզմանը դժվար հասանելի հատվածում չէ։ Մի կողմում Ռոբերտ Սահակյանցի գերեզմանն է, մյուսում Մարո Մարգարյանի, իսկ քիչ այն կողմ Երգիչ Հայկոն է։ Այս վայրը բոլոր խորհրդանշական եւ քաղաքական հիմքերն ունի, որ դառնա հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշերից մեկը, որ պատվիրակություններն այցելեն եւ ծաղիկներ խոնարեն մի մարդու շիրիմին, որը փաստացի դրել է հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման գործընթացի հիմքը։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։